ԱՄՆ-Իրան պատերազմը կարծես հետաձգվում է։ Թրամփը շոյվել է Իրանի հետ քայլից ու որոշել է չռմբակոծել այդ պետությունը։ Իրեն հումանիստ համարող Թրամփին շատ հավաստի աղբյուրներն ասել են, Թեհրանում պատրաստվել են կախաղան հանել ավելի քան 800 մարդու, որոնք անկարգություններ են հրահրել երկրում։ Սակայն ԱՄՆ սպառնալիքներից հետո, թե կպատժեն Իրանին, չեղարկել են մահապատիժն այդ երկրում, ու սա է ստիպել ԱՄՆ ղեկավարին վայր դնել զենքերը։ Արդյոք Թրամփը փորձում է թմրեցնել Իրանի զգոնությունը, հավատացնելով, թե այս պահին հարվածելու մտադրություն չունեն։ Միջազգային լրատվամիջոցների տեղեկություններով վիրավորված ու հիասթափված է Իսրայելի վարչապետը ամերիկացի գործընկերոջից։ Ամերիկյան պարբերականները գրում են, որ 2025-ի դեկտեմբերին Թրամփի Ֆլորիդայի կալվածքում ԱՄՆ ղեկավարի հետ Նեթանյահուն տոնում էր Սուրբ Ծնունդը։ Թրամփը խոստացել էր նրան հունվարին լուրջ զբաղվել Իրանով։ Թրամփի նպատակը Իրանին կուլ տալն է, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Դա ամերիկյան սադրանք էր։ Ամերիկացիները ծրագրել են դա, աշխատել են դրա վրա։ Ամերիկայի նպատակը, ես դա ասում եմ վճռականորեն եւ հստակ, Ամերիկայի նպատակը Իրանին կուլ տալն է։ Դա չի վերաբերում Միացյալ Նահանգների ներկայիս նախագահին։ Սա ամերիկյան քաղաքականություն է։ Իրանի ժողովուրդը անպատիժ չի թողնի այդ ապստամբության ներքին եւ միջազգային հանցագործներին։ Իրանցի վերլուծաբանները գրում են, թե Իրանում հոպուժերը պատերազմական վիճակի են բերվել։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է հնարավոր է վերսկսել բանակցությունները Իրանի հետ։ Միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների 5-րդ ռաունդը նախորդ տարի հունիսին չկայացավ, քանի որ այդ հանդիպման նախորդ օրը Իսրայելը ռմբակոծեց Իրանը։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իրանը պետք է դադարեցնի ուրան հարստացնելը, պետք է կրճատի հրթիռային պաշարները, չաջակցի պրոքսիներին, դա կարմիր գիծ է Իրանի համար։ Պաշտոնական Թեհրանը վերահաստատել է, կհամաձայնեն բանակցությունների, եթե դրանք առանց նախապայմանների լինեն, վին-վին սկզբունքով, այսինքն շահավետ երկու կողմի համար էլ։ Իրանի համար անընդունելի է ենթարկվողի դիրքերից բանակցել ԱՄՆ-ի հետ, կատարել նրա պահանջներն ու շարունակել մնալ գերտերության կոշտագույն պատժամիջոցների տակ։ Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը թոթափելու համար Ռուսաստանի նախագահն է խոսել թե Իրանի, թե Իսրայելի ղեկավարների հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով Պուտինին անհանգստացնում է լարված իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Գանա Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։